tu voz te guiará. No olvides más su gran fidelidad, lo que empezó acabará. Ten fe, corazón, ten firmeza y valor. Está en la espera, Él está en la espera. Y tú, quien todo vio, vas a cumplir tu promesa en mí, que viviré en tu victoria. Ten fe, corazón, ten firmeza y valor. Está en la espera, Él está en la espera. Confía en Él y Él triunfó podrás ver. Él nunca falla, Él nunca falla. Կրոնը այսպես է աշխատում։ Մարդիկ ցանկանում են ինչ-որ բանի հավատալ, բայց պարտադիր չայն Աստծուն, որը հակառակվում է մարդկանց ցանկություններին։ Այսպիսով, ես բավարարում եմ մարդկանց ցանկությունները, ցանկացած ճաշակի կրոն առաջարկելով։ Եթե քահանա Ստեֆանը իրոք մտահոգված լիներ Աստծո կամքով, նա կիմանար, որ այդ անհետաքրքիր գրքում, որը կոչվում է Աստվածաշունչ, գրված է. Սատանան ինքն էլ կերպարանափոխվում է լույսի հրեշտակի։ Ես եկել եմ Աստծո անունից, ինձ նայիր, և լսիր այն լուրը, որը միայն դու պետք է իմանաս։ Շատ շուտով նա կծնվի։ Ով? Թագավորը, նա կմիավորի ազգերին, կհաստատի համերաշխություն և խաղաղություն, ընտրյալ կինը նրան շուտով լույս աշխարհ կբերի։ Դու պետք է պաշտպանես այդ անմեղ հորը, նույնիսկ քո կյանքի գնով։ Եվ ինչպես կարող եմ ճանաչել նրան, պարոն։ Դու կհասկանաս, երբ ծնվի այդ երեխան, շատ լավ հոգ տար այդ տղային, ոչ ոքի ոչինչ չասես, ոչ ոքի չպատմես այն բանի մասին, ինչ որ հիմա դու տեսնում ես, և ինչ որ քեզ ասացի, երբ օրը գա, այս եկեղեցին կլինի այնպես, ինչպիսի երբեք չի եղել, հզոր և զորեղ, և միայն այդ ժամանակ մենք կվերադառնանք։
Դուք վստահ եք, որ ամեն բան կարգին է։ Այո։ Ամեն ինչ արդեն լավ է։ Ուղղակի ես ինձ մի քիչ լավ չէի զգում։ Ուրիշ ինչ-որ բան հարկավոր է։ Ոչ։ Ինձ հիմա ուղղակի պետք է միայնակ մնալ։ Ես արդեն ինձ լավ եմ զգում, շնորհակալություն։ Իմ Տեր։ Շնորհակալ եմ այս արտոնության համար։ Հենց նա է։ Բարի գալուս, տիկին։ Ես քահանա Ստեֆանո Նիկոլն եմ։ Ներեցեք ինձ։ Ես չպետք է այստեղ գայի։ Բայց դուք մտաք։ Ես վստահ եմ, դա ձեր սեփական որոշումը չի եղել։ Ինչ որ շատ ուժեղ բան ձեզ բերեց այստեղ։ Այդպես չէ՞։ Ես դա ձեր աչքերում եմ տեսնում։ Դուք օգնության կարիք ունեք։ Ոչինչ չի կարող ինձ օգնել։ Առավել եւս, ոչ էլ հուսահատված հանձնվիր։ Խնդրում եմ, ինձ մեկ հնարավորություն տուր։ Բայց կարծես թե դուք էլ եք հուսահատ։ Ներեցեք, ես պետք է գնամ։ Զգույշ։ Ես կխնդրեմ, որպեսզի իմ մարդկանցից ինչ որ մեկը ձեզ հիվանդանոց տանի։ Պետք չէ, ամեն ինչ կարգին է։ Այդ դեպքում թույլ տվեք գոնե ձեզ մեկ բաժակ ջուր առաջարկել։ Մինչև հիմա ես դեռ չգիտեմ, թե ինչպես է ձեր անունը։ Դեբորա։ Մեկ բաժակ էլ խնդրում եմ։ Շնորհակալություն, Ալբերտո։
Եվ հիմա չեք պատմի ինձ, թե ինչն է ձեզ անհանգստացնում։ Սա Մոնտանոյի դղյակն է, հիանալի վայր է, բայց երևում է դա քեզ դուր չի եկել։ Մոնտանո, իմ լավ ընկերները շատ հաճախ են այդ եկեղեցում լինում։ Ջանկարլոն, Վերոնիկան և Ադրիանոն։ Ինչ հիանալի զուգադիպություն։ Ավելի լավ է գնամ։ Պատահականություններ չեն լինում, Դեբորա։ Մի անհանգստացիր։ Ես քեզ կօգնեմ։ Դու ինչպես կարող ես ինձ օգնել, եթե նույնիսկ չգիտես, թե ինչ է կատարվում։ Դու սխալվում ես։ Մեր հանդիպման մասին ես արդեն նախազգուշացված եմ եղել։ Ինչի մասին եք խոսում։ Քո տղան։ Նա շատ սպասված մարդ է։ Ինչպես։ Ես միայն Անդրեանոյին եմ ասել իմ հղիության մասին։ Երեխան, ում դու քո սրտի տակ ես կրում։ Դա աներևակայելի է։ Նա շատ յուրահատուկ երեխա է։ Որտեղից գիտես։ Ես գիտեմ։ Շատերն այս երեխայի համար իրենց կյանքն են տալու։ Թագավորները խոնարհվելու են նրա առաջ։ Ուրեմն նա տղա է։ Այս երեխան դառնալու է մեկը, ում բոլորը ապավինելու են։ Եվ նա ազատելու է մեզ մեր ժամանակի դժբախտություններից։ Եվ ես պաշտպանելու եմ նրան։